Փաշինյանին եւ իր վարչակարգին, այսպես կոչված այդ իշխանական համակարգի մյուս ընդդիմադիր ուժերը, հին ընդդիմադիր ուժերը, նոր ընդդիմադիր ուժերը, ինչ ասես ասում են, ինչ ասես վերջի բառերով, բայց եւ ոչ մեկը ոչ 20 թվին դրանցից, ոչ էլ այսօր, այն ժամանակ դեմ չէին խոսում, ընդհանրապես դեմ չէին խոսում բանին, այդ կապիտուլյացիոն առաջի փաստաթղթին նոյեմբերի 9-10-ի, այս էլ ոչ մեկը դեմ չի խոսում այդ խաղաղության պայմանագիր կոչված վերջնական կապիտուլյացիոն թղթին։ Բոլորը կողմ են, իսկ ինչ են կողմ, որովհետև իրանք բոլորը անխտիր եղել են այդ ուղղության ներկայացուցիչներ, որ այս Հայաստանի Հանրապետությունը պետքա ճանաչի 1921 թվականի Մոսկվա եւ Կարսի պայմանագրերը, այս Հայաստանի Հանրապետությունը պետքա հրաժարվի ցեղասպանության եւ հայրենազրկման բանից, հատուցումից, այս Հայաստանը պետքա բավարարվի բանով, այդ սովետականացված ապօրինի բռնազավթան եւ բռնակցման հետևանք սահմաններով։